Հարց համար 67 ապահովագրական փաթեթը ձևավորելու կարգը դրանում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին հարց է խոսքը առողջության ապահովագրության մասին է համընդհանուր և ոչ թե համապարփակ, ոչ թե առողջապահության, այլ առողջության, ոչ թե համապարփակ, այլ համընդհանուր, բայց ապահովագրություն համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների ցանկը եւ դրանց փոփոխման կարգը եւ ինչպես արդեն չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունեցինք եւս 10 կառավարության որոշումներ, որոնք կկազմեն առողջության ապահովագրության առաջին փուլի մեկնարկի 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը գործարկելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական բազան։ Պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ 3 օրենքը ստորագրվել է եւ հրապարակվել է, այս առումով էլ ուզում եմ, որ մեր քաղաքացիները եւս տեղեկացված լինեն։ Այս կառավարության որոշումներով մենք սահմանում ենք բժշկական կենտրոնների, դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը եւ ապահովագրության շրջանակներում նրանց կողմից տրամադրված ծառայությունների փոխհատուցման կարգերը, որոշումներից մեկով ուրեմն ընդունում ենք առողջության ապահովագրության հիմնադրամի մասին ստեղծման մասին որոշումը եւ հաջորդ 2 օրերի ընթացքում ապահովագրական հիմնադրամը կստեղծվի եւ օրենքով էլ սահմանված են անցումային դրույթներ, որ այսօր առողջապահության նախարարությունը եւ մեր պետական առողջապահական գործակալությունը անում է նախապատրաստական աշխատանքները եւ դեռ այսպես ընթացիկ անցումային շրջանում աշխատանքներում ընդգրկված կլինի, մինչև որ մենք արդեն ապահովագրական հիմնադրամը 2 ամիսների ընթացքում ողջ աշխատանքի ծանրաբեռնվածությունը կվերցնի իր վրա։ Պարոն վարչապետ, նաև ուրեմն սահմանում ենք դեղորայքի ցանկերը, ինչից են կարողանալու մեր քաղաքացիները օգտվել եւ նշեմ, որ թե ծառայությունների ցանկերը եւ թե դեղորայքի ցանկերը հրապարակված են, ուզում եմ ասել, որ արմետ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք, դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Երևի թե այսքան հակիրճ, իհարկե հարցերին սիրով պատասխանեմ։ Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ հասկանում, որ այս որոշման եւ որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ։ Այո, պարոն վարչապետ, օրենքի ուժով առաջին փուլը մեկնարկում է ուրեմն հունվարի 1-ից մեկնարկում է, ասեմ, որ օրենքը ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից, որովհետև մեր հաշվարկային որոշակի բազաներ, աշխատավարձի հաշվարկման բազան եւ աշխատավարձի պահման բազան, այսինքն դեկտեմբերի աշխատավարձի նկատմամբ է հունվարին վճարվելի գումարները պահվելու արդեն ուժի մեջ են մտել։ Մտնում է ուժի մեջ մինչև 18 տարեկան անձանց, բոլոր անձանց համար 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար եւ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար։ Այո, եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող առաջին, երկրորդ, երրորդ եւ համապատասխանաբար ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, նաեւ սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավել եւ էլի նոր գնահատման համակարգով ընդգրկված անձինք են մտնում եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Հիմա ընդհանուր առմամբ քանի շահառուի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, այս բոլոր խմբերը միասին պետք է կազմեն մոտ 1,600,000 դրամ, այս թիվը առավելակ դրամ չի, մարդ այդ Վայ ներողություն եմ խսում, մարդ 1,600,000 մարդ հենց առաջին փուլից մտնում է։
1.600.000 Այո, առաջին փուլի այսպես մաքսիմալ Այդքան շատ թիվը, այո, 1.600.000 հոգի են։ Ես մի քիչ ավելի քիչ էի մտածում 1.600.000 Հիմա Տիկին Նավանեսյան խնդրում եմ ինձ հիշեցրեք թե մենք ի սկզբանե երբ ենք պլանավորում որ պետքա մտներ համակարգը ուժի մեջ 2024 թվականի հուլիսից թե 25 թվականի հուլիսից Անվարչապետ մենք կառավարության հայեցակարգով ընդունել էինք, այսպես նախանշված ժամկետներ էինք դրել, որ 24 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 25-ի կեսից արդեն համակարգը առաջին փուլը կմեկնարկի, ու ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից կգործարկվի։ Ես ինչի համար եմ ասում, ինչու 2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում Մենք քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մենք չքննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասենք լավ, եկեք կանենք 2025 թվականի հունվարի 1-ից։ Հետո 25-ն էլ ենք, մի տարով ենք, մի անգամից հետաձգի։ Հետո քննարկեցինք, հետո հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև եթե պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առաջ դնում ենք, մենք ինչ ենք ուզում եւ մեր ընդհանրապես մեր իրականության մեջ էլ տենց բան կա։ Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 Այս Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասինքն բանալ հել չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք այս 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Zaporožets գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարա տեն չի լինում, որ մի անգամից ասենք այդ կետից սկսել։ Եվ երկրորդը ընդհանուր առմամբ ես նաև ինքնահայեցման տրամաբանության մեջ ես գալիս եմ հետևյալ եզրակացության, այսինքն համոզմունք է դա արդեն ոչ թե բան եզրակացություն, այլ եւ սա չի վերաբերում մենակ այս թեմային, դա վերաբերում է բացարձակ բոլոր թեմաներին, որ այնտեղ մենք ուզում ենք, որ երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության Որովհետև մենք ասում ենք ոնց եկանք հասանք դե իդեալական չի, հետևյալ մենք ընդհանրապես իդեալի այդ մղումից պետքա հրաժարվենք, որովհետև իդեալի մղումը մեզ անդադ տանում է փակուղիներ կամ անդադ գցում է միֆերի մեջ։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ դիմեմ հանրությանը երկու հարցով։ Առաջինը Սիրելի 1.600.000 հայրենակիցներ։ Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որ เป զի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսնելա ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, դա էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը
ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Եվ հետևաբար ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչի եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը, բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին, ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաեւ, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուժ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգը ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում։ Բայց մենք համոզված ենք, որ այսինքն սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով, այսինքն եւ կառավարության մակարդակով եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել եւ ավելին մենք հունվարի 5-ին արդեն առողջապահության նախարարությունում կհավաքվենք ամփոփելու 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները, առաջնահերթություններից մեկը առողջության ապահովագրության համակարգն է եւ տեսնել առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը, ինչ է անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ինչ է իմ հիմնական ուղերձը, որ մենք սովորական վերաբերվենք, սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Հետևաբար մենք մի հատ այդ կոവിഡ്ի ժամանակներից այդ բառը սովորել եմ։ Մենք մի հատ ինքներս մեզ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի, այսինքն բան անի, հայերենով տեսակավորել ենք, լավ չի հնչում, դրա համար մյուս բառն եմ օգտագործում, այսինքն այն հին ժամանակներում առողջության ապահովար այս համակարգի ներդրում մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել, դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Իհարկե, նաեւ ես խնդիր եմ դրել, որ մենք շատ ուշադիր լինենք եւ քաղաքացիների հարցերին, արձանագրումներին, արձագանքներին եւ այլն եւ այդպես շատ արագ եւ օպերատիվ աշխատենք։ Ֆինանսների նախարարն է տենց խորամանկ ժպտում է, իզուր է ժպտում ֆինանսների նախարարը խորամանկ, որովհետեւ նաեւ մյուս կողմից էլ մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով նաև բավականին լավ արդյունքներ ունենք եւ համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք եւ համոզված եմ, ելի եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների շարունակական աճն է
այն գործոններից մեկը, որը պետք է ապահովի նաև այս համակարգի բնականոն զարգացումը, բայց մեր երկրում առողջության մակարդակը եւ առողջապահության համակարգի որակը եւ արդյունավետությունը ինքը իր հերթին տնտեսական աճը, նրա ծավալները եւ որակը էականորեն պայմանավորող գործոն է։ Կրթությունը այո, բայց նաև մարդը պետք է առողջ լինի իր նախ կրթվելու եւ իր ստացած կրթությունը իրացնելու համար։ Սա ընդհանուր առմամբ ես ուզում եմ, որ աժոտաժի մթնոլորտ չստեղծվի ապահովագրության համակարգի շուրջ, որովհետեւ մենք շատ ակտիվ կոմունիկացնում ենք, ինչ որ առումով մենք էլ ենք դառնում աժոտաժի հեղինակ, բայց մյուս կողմից մենք պետք է դա անենք, որ մարդիկ իրազեկվեն։ Բայց իրազեկվածությունը չի նշանակում, որ անմիջապես պետքա գործողություն անել այն դեպքերում, երբ որ այդ գործողության կարիք չկա։ Էլի Քավլիցի խոսքը մասին չի, որ մարդը անհետաձգելի, այսինքն այդ դեպքերում ոչ մի բան չի փոխվելու, որովհետև խնդիր ունի մարդը, ինչպես նախկինում էր շտապ օգնություն զանգում, այնպես էլ հիմա կամ դիմում էր հիվանդանոց, այնպես էլ խոսքը պլանային իրավիճակների մասին է, պլանային իրավիճակները թողենք համակարգը ինքը պլանավորի եւ համակարգին մեծ ճնշումների տակ չդնենք, որ պլանավորումը կարճ ասած շատ կարեւոր է այս տրամաբանության մեջ։ Հիմա հաջորդը մարդը որտեղից է իմանալու ինքը շահառու է թե չէ։ Պարոն վարչապետ, հենց Արմեդ հավելվածում, ինչպես ասեցի, կարգավիճակը արդեն նշված է, հենց որ Ես ոնց իմանամ, ես օրինակ իմ օրինակով բերեմ, ես գաղափար չունեմ, ես որտեղից պետք է իմանամ, ես շահառու եմ թե շահառու չեմ։ Ուրեմն նախ արդեն իսկ օրենքով սահմանված, եթե տարիքային խմբի մեջ է անձը կամ աշխատավարձի շեմա գերազանցող աշխատավարձ ունի, այսինքն պոտենցիալ շահառու արդեն կարող ենք հաստատել։ Ինչ որ հավելված կա, չէ՞ որ։ Արմեդ հավելվածը։ Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ։ Այո։ Ներբեռնում ենք Արմեդ համակարգը։ Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները, որոնք որ ունեն ապահովագրական սպասարկման ես լրացուցիչ վճարում ունեմ անելու եւ եթե ունեմ ինչքան ունեմ։ Ծառայության մասին նկատի։ Ոչ, հիմա ենթադրենք մինչև 18 տարեկաններից պետական բյուջեն, այսինքն խմբեր կան, որ պետական բյուջե վճարում արվում, խմբեր կան, որ պետական բյուջե չի վճարում արվում։ Եվ մենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարգավորումներն է փոխեցինք, բայց այնտեղ փոքր հատվածներ լինում են երբեմն կամ հիմնականում այդտեղ երևալու է կամ ոնց այդ վճարումը հարկային գործակալը ինքը ապահովել, այսինքն իմ գործատուն իմ աշխատավարձի վճարումները անելիս ամբողջությամբ այդ ապահովելու է եւ ես դրա հետ կապված մտահոգվելու կարիք չունեմ։ Ոչ, պարոն վարչապետ, այո, հարկային գործակալը իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր զինապահ հիմնադրամին օրինակ վճարվելիք գումարները եւ ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը եւ այդ ամեն ինչը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոցները եւս ուղի առողջության ապահովագրությանը, որպեսզի անձը Բայց դա մեկը իր եւ իր գործատուի հարաբերություններն են։ Ուրիշ տեղեր ոչ պետքա դիմի, ոչ պետքա գնա։ Այո, եւ պարոն վարչապետ, այո, կարգավիճակը Արմեդ հավելվածում նաև նշում կա, թե այդ կարգավիճակը ինչի հիմքով է, այսինքն ապահովագրավճար վճարող եմ եւ ինչքան պիտի վճարեմ, եւ եթե ապահովագրավճար վճարող չեմ, ապա պետությունը ինչքան է վճարել ինձ համար ապահովագրավճար։ Այս տեղեկատվությունը եւս ներառված է։ Դե սկզբունքորեն ես մտածում եմ, որ կառավարության նիստում բոլոր հնարավոր մանրամասներով քննարկենք, բայց դե հիմա ինչքան մտածեցի, ոնց որ թե այս ընթացքում այնքան քննարկել ենք, հիմա գոնե այս ձևաչափով լրացուցիչ ինչ հարց մնաց է, որ չենք բարձաբանել։
Համեցեք պարոն Թորոսյան։ Ես որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ, ես մի քանի օր առաջ արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու։ Տենց դե Արմեդի հավելվածը կոവിഡ്ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է, որ ես համարվում եմ շահառու, նաեւ կա հղում, որին սեղմելով բացում է մի լայն ցանկ շատ մեծ, այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում, ենթադրում եմ, երբ որ կսկսենք արդեն օգտագործել, նաեւ այդ ինֆորմացիան կլծվի եւ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզան ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։